Չէ որ այստեղ խնդիրն այն է, որ ամեն մի օրը հաշիվ կարող է լինել։ Եվ մենք նաև սրա մասին ենք խոսում։ Առանց կոնկրետ մեղադրելու մարդկանց հանրային ուշադրությունն ենք հրավիրում այս հանգամանքի, որ մենք գործ ունենք քաղբանտարկյալի հետ, այս պայն միակ քաղբանտարկյալն է, որ հացադուլի մեջ է գտնվում, որը ունի լուրջ առողջական խնդիր, առողջական խնդիրը առաջացել է վաղուց, այնպես չի որ մենք հիմա ենք սրա մասին բարձրաձայնում, դրա մասին պաշտոնապես հայտնած չենք եղել, հայտնել ենք, ես արդեն նշեցի, եւ ամեն մի օրը հաշիվ է։ Սա հանրային սեփականություն պետք է դառնա այս խնդիրը եւ մենք այս իմ կողմից ներկայացրածի հիման վրա որոշակի նաև ակնկալիքներ ունենք հանրությունից։ Առաջինը մենք ակնկալում ենք, որ մեր հանրությունը լայն առումով ուշադրության կենտրոնում պահի այս հարցը։ Սա շատ կարևոր է, որովհետև ցանկացած մեկը կարող է նարեկի կարգավիճակով հայտնվի ցանկացած օր։ Մարդը իրականացնում է իր հանրային գործունեությունը, դրա համար ձերբակալվում, կալանավորվում է, ուղիղ մեղադրանքում նշում են հետույք բարի համար, ուղիղ, դա ուղիղ մեղադրանքում կա, այլ բան չկա։ Հետո էլ առողջական խնդիրներ, հետո էլ կալանքի երկարացում բացարձական հիմն մեր համոզմամբ, հացադուլ, առողջական խնդիրների խորացում եւ հիմա մենք կանգնած ենք այս հարցի առջև, թե ինչքան արագ դա հնարավոր կլինի կազմակերպել։ Մեր պատկերացմամբ դրան կարող է նպաստել նաեւ հանրային ուշադրությունը։ Նաև բժշկի հետ մեր խոսակցությունը ես հիմա չեմ ուզում սա պաշտոնական համարել, որտեվ թղթաբանություն տակը չկա, բայց ամեն դեպքում նախնական գաղափարն այն էր, որ մինչև հացադուլից դուրս չգա, հիվանդանոց տեղափոխելը նպատակահարմար չէ, որովհետև որոշակի շրջան է, մի քանի օր է պետք, որպեսզի անձը հացադուլավորը կարողանա այն ֆիզիկական վիճակի բերվել, որ հնարավոր լինի վիրահատությունը։ Ես Էլի եմ խորհրդակցելու բժիշկների հետ, բայց իմ համոզմամբ այդ շրջանը շատ ավելի արդյունավետ կարող է անցնել հենց հիվանդանոցում։ Հենց հիվանդանոցում, այլ ոչ թե քերակատարողական հիմնարկում։ Ես կարծում եմ, որ սա դժվար է վիճարկել։ Առավել եւս ասեմ, որ Նարեկ Սամսոնյանը շատ վճռական է տրամադրված իր հացադուլի մասով, եւ ես հույս ունեմ, ես ուղիղ ասեմ այսպես, ես հույս ունեմ, որ եթե նա հիվանդանոցում հայտնվի, այդ ժամանակ իսկապես հնարավոր կլինի նրան համոզել, որպեսզի նա հացադուլը դադարեցնի այդ պայմաններում։ Նշեմ, որ առողջական վիճակի հետ կապված հարցերը օր-օրի սրվելու են, անխուսափելիորեն, թե հացադուլով պայմանավորված, թե իր բուն առողջական խնդրով պայմանավորված, եւ մենք հարմար գտանք հիմա դրա մասին բարձրաձայնելու։ Ես վատ բան եմ ասում, բայց ես ունեմ շատ վատ փորձ եւ այդ փորձը ինձ ողջ կյանքում հետապնդել է եւ հետապնդելու է։ Իմ կողքին քաղբանտարկյալ է մահացել։ Արմեն Գրիգորյանը լուսահոգի։ Եվ ես հասկանում եմ, որ առողջական խնդիրների մասին խոսելիս, մեկ այն ժամանակ առողջական խնդիրների մասին մեզ ոչ մեկ տեղակ չէր պահել։ Նա ասում էր, ես բժիշկ եմ, դա իմ խնդիրներն են։ Բայց ես հասկանում եմ, որ այստեղ ես ունեմ, այսպես ասենք, մի բան էլ ավել պարտականություն։ Եվ անկախ նրանից Նարեկի ինչպես կվերաբերվի այս հարցին, որ մենք սա բարձրաձայնում ենք եւ հանրության սեփականությունն ենք դարձնում, ես դա անում ենք հիմա եւ բնականաբար պետք է անենք։